Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որն անցել է Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում և տևել շուրջ 3.5 ժամ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանականը Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Թեհրանից հայտնում են, որ օրակարգում են եղել բացառապես իրանական միջուկային ծրագիրը և արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային տեղեկացրել է, որ արդեն սկսել են միջուկային և պատժամիջոցների հարցերով տեխնիկական որոշ մանրամասներ քննարկել։ Պայմանավորվածություն կա, որ բանակցությունները պետք է շարունակվեն։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ նախորդ շփումների համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել, մի շարք կետերով հաջողվել է համաձայնության հասնել։ Արտգործնախարարը հերթական անգամ շեշտել է, որ իր երկիրը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել, իսկ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառումն Իրանի ներքին գործն է, թեև Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից զրոյի հասցնել ուրանի հարստացումը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական կողմը ցանկանում է հասնել միջուկային ծրագրի շուրջ գործարքի։ Դոնալդ Թրամփի խոսքով Իսլամական Հանրապետությունում տեղյակ են ինչ հետևանքներ կլինեն, եթե բանակցությունները ձախողվեն։ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էլ նախազգուշացրել է, որ կխորտակեն ամերիկյան նավատորմը, եթե այն սպառնա Իրանին։ Թեհրան-Վաշինգտոն լարվածության, Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ավելացման և Հորմուզի նեղուցում Իրանի մեկնարկած վարժանքների ֆոնին Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևն էլ հայտնել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել մասնակցելու համատեղ զորավարժություններին, որոնք առաջիկայում կանցկացվեն կրկին Հորմուզի նեղուցում։ Իսկ ներկայումս անցկացվող վարժանքների շրջանակում ըստ իրանական մամուլի Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ որոշվել է մի քանի ժամով փակել անվտանգության նկատառումներով։ Ժնևում տեղի են ունեցել նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցությունները փակ ձևաչափով։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը անվտանգության և ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը ներկայացրել են Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Հայտնի է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածքային, անվտանգային և հումանիտար հարցեր։ Ավելի վաղ Կիևից նշում էին, որ բարձրացնելու են նաև էներգետիկ հրադադարի հարցը։ Ռուսական մամուլի տվյալով Ժնև էին մեկնել նաև Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության ներկայացուցիչները, հետևելու բանակցությունների ընթացքին։ Դրանց ընդառաջ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Կիևին հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հնդկաստանի վարչապետը Մումբայում ընդունել է Ֆրանսիայի նախագահին։ Նարենդրա Մոդին և Էմանուել Մակրոնը վերահաստատել են պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և գլոբալ անվտանգության ոլորտներում շփումները խորացնելու հանձնառությունը։ Օրակարգային կարևոր հարցերից են եղել ռազմատեխնիկական գործակցությունը, ֆրանսիական Ռաֆայել կործանիչների մատակարարման պայմանագրի հեռանկարը։ Զլմ-ների տվյալով խոսքը մինչև 114 ինքնաթիռի հնարավոր գնման մասին է։ Փարիզը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու արդյունաբերական գործակցությունը։ Նաև երկու երկրի ղեկավարներն ազդարարել են Հնդկաստանում H125 ուղղաթիռների հավաքման առաջին գծի բացումը։ Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության, նորարարության, հետազոտական կենտրոնների միջև փոխանակումների, տեխնոլոգիական համատեղ նախագծերի, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, ենթակառուցվածքների շուրջ։ Անդրադարձ է եղել նաև համաշխարհային զարգացումներին։ Կատարի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ դատապարտել արևմտյան ափի տարածքների պետական գրանցման մասին Իսրայելի որոշումը։ Արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, նման քաղաքականությունը վտանգավոր էսկալացիա է, որը կհանգեցնի լարվածության և անկայունության աճի ինչպես Պաղեստինի տարածքում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում, կամրապնդի Իսրայելի հսկողությունը և պաղեստինյան օկուպացված հողերի նկատմամբ անօրինական ինքնիշխանությունը։ Արաբական և իսլամական երկրների դիվանագետները կոչ են արել միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնել և հստակ ու վճռական քայլեր ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունները խոչընդոտելու համար, ինչպես նաև թույլ չտալու, որ տարածաշրջանում խաղաղության ջանքերը ձախողվեն։ Իսրայելի որոշումը դատապարտել է նաև Եվրամիությունը։ Չինաստանում նշում են Նոր տարվա առաջին օրը։ Ըստ արևելյան տոնացույցի Գարնանտոնի այս տարվա խորհրդանիշը հրեղեն ձին է։ Ավանդույթի համաձայն սպասվում է նոր ու կարևոր իրադարձությունների և փոփոխությունների ժամանակաշրջան։ Երկրի ամբողջ տարածքում տոնակատարություններ են անցկացվել, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ, ավանդական ներկայացումներ։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ դրանք հզոր խթան են տեղական շուկաների, զբոսաշրջության և տրանսպորտային ոլորտների զարգացման համար։ Չինաստանում Նոր տարին նշվում է 15 օր։ Դիանա Գասպարյան, լուրեր։